Պարզես։ Գիտենք, որ տունը կա։ Հա, կոնի տունը տային։ Սուսաննա Առաքելյանին ընդամենը 23 օր ժամանակ է մնացել երկրաշարժի ժամանակ կորցրած բնակարանի փոխարեն տրված վկայագրով նոր տուն գնելու համար։ 7 անձից բաղկացած ընտանիքն արդեն 5 ամիս է փորձում է համապատասխան բնակարան գտնել։ Բնակարանի գնման վկայագրով նրանց տրամադրվել է 6 միլիոն դրամ։ Այնպես է թանկծրի նոր։ Ինչ որ ուրիշներին տուն տվին, կոնե ինձ էլ տային, ես էլ տա ինձ համար։ Տիկին Սուսաննան ասում է, թե բնակարան է կորցրել, պետությունից էլ բնակարան է պահանջում, այլ ոչ թե 27 տարի սպասելուց հետո թղթի մի կտորի։ Տուն տամ, ես առաջ երկին տունը կուզեմ։ Ես վաուչերով չեմ տեղավորվել։ Իմացան որ վաուչեր կա, սաղ թանկծրին տները։ Եթե ես հետ տամ, հետո ինչ եղնե, այ այդ հարցը վրա եմ ես մի։ Հարցն իրոք շատերին է հետաքրքրում։ Եթե 6 ամսվա ընթացքում բնակարան չգտնեն, վկայագիրն էլ մարվի, այդ ընտանիքների հետ ինչ է լինելու։ Արդյոք պետությունը կհամարի, որ բնակարանով ապահովելու պարտավորությունն ավարտել է տվյալ ընտանիքի նկատմամբ, թե ոչ։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային բաժնի պետ Տիգրան Հարությունյանը պատասխանեց հարցին։ 12 ընտանիք ժամկետը լրացել է, արդեն բնակարանի գնման վկայագրերը մարվել են։ Այսինքն 6 ամսյա ժամկետը լրացել է եւ նրանք բնակարանից հետ չեն բերել։ Բան չլինելու այդ ընտանիքների հետ։ Բնակարանի գնման վկայագրը մարվում է, իրանք մնում են հերթապսակի մեջ։ Մինչ այս պահը տրամադրված 223 վկայագրից քանի ընտանիք է կարողացել բնակարան ձեռք բերել։ Այսօրվա դրությամբ արկու վաճառքի պայմանագիրը ներկայացրել 195 ընտանիք։ Օգոստոսին կավարտվի ծրագրի առաջին փուլը եւ վկայագրեր կտրամադրվեն շահառուների նոր խմբի։ 2014 թվականից բնակարանաշինությունն Աղետի գոտում դադարեցվեց։ Պետությունը նախընտրեց անօթևաններին բնակարանով ապահովելու ավելի էժան ճանապարհը, ու հիմա առաջարկվող միակ տարբերակը բնակարանի գնման վկայագիրն է։ Իդեպ, չնայած անշարժ գույքի շուկայում արկու վաճառքը հիմնականում դոլարով է, պետությունը դրամ-դոլար փոխարժեքի տատանումները հաշվի չի առել եւ չի վերանայել վկայագրի արժեքը։ Հաջորդ փուլում տրամադրվելիք վկայագրերի արժեքի վերանայում կլինի թե ոչ, այս պահին հայտնի չէ։